Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն այսօրվա ծրագիրն է։ Արևմտյան Հայաստանը ազգային ժողովին հերթական նիստը օրակարգային ու ծրագրային կարևոր հարցերը։ Հայ ճարտարապետական հուշարձաններին լեզվի առաջին ուսուցիչ Թորոս Թորամանյան, Ալիևի ետա տրալ հանցանքի վայր ու ենթակայականապետցրա, հինչնք ունեցալ 44 օրյայից առաջ ու հինչոնինք մեհենք, հայկական խոհանոց թոնրի խորովածը, Արևմտյան Հայաստանը երզնկայի Քիլ Միլուչյանին հավատարիմ բնակիչները, Արագիլները, Քյոմեգանին Արևմտյան Հայաստանը պետական տելևիզիոն, միացիք մեր վետերաններին։ Դեկտեմբերի 27-ին Արևմտյան Հայաստանը Հանրապետության ազգային ժողովին հերթական ու բովանդակալից նիստն է իլել։ Սկսալա զարթնիրլաո օրներգի հնչեղությամբ ու մի րոպե հիշատակ հայրենիքի հետի զոհվածներին։ Նիստին վաղտը քննարկվան խորհրդարանական ու օրակարգային կարևոր հարցեր, հաստատվան պատգամավորական լիազորությունն, ներկայացվան հանձնաժողովների արած գործերի հաշվետվությունները, մինգել առաջիկա ծրագրերն այդ թայզյա նախաձեռնությունները, առանձին ուշադրություն դարձվալ ներքին կանոնակարգի հնարավոր փոփոխություններին ու ազգային ժողովի գործի բյուջեին։ Նիստի երկրորդ հատվածը ելույթներով հանդես եկալ Արևմտյան Հայաստանը Հանրապետության նախագահ պարոն Արմենակ Աբրահամյանը, պաշտոնյանն ու պատգամավորն է, ներկայացվալ կառավարության կազմնագործունեությունը, մինգել միջազգային հարթակներում իրականացվող գործերը, այդ թվում ՄԱԿ-ի բնիկ ժողովուրդների մեխանիզմների շրջանակում։ Նիստն ամփոփվել է պատասխանատվության, համախմբվածության ու պետական շարունակական աշխատանքի շեշտադրմամբ։ Թորոս Թորամանյանը Արևմտյան Հայաստանը հայ ճարտարապետության ամենամոծ պատմաբանը յուրանգիտական գործունեությունով հիմքատիրել պատմական հայ ճարտարապետության համակարգված ուսումնասիրմանը։ Ինքը բացահայտել մխելահուշարձանների սկզբնական տեսքն ժամանակագրությունը ապացուցելով հայ ճարտարապետության ինքնատիպ զարգացումն յուրահանձնությունը եվրոպական արվեստին իրա։ Թորամանյանի ուսումնասիրությունը մինչ սոր պահպանման յուրանց գիտական արժեքն նշանակությունը։ Դեկտեմբերի 30-ին Բաքվան նախագահը օկուպացված Ստեփանակերտում ԿՎ ենթակայականապետցրալ նույն վայրում վերը 2020 թվականի հոկտեմբերի 5-ին ադրբեջանական հրթիռակոծության դերդալ լուրջ վնասներ ակրալ։ Այդ հարվածներին վխտեն թիրախավորված ընդլալ ոչ միայն բնակելի շենքերը, այլև Արցախ էներգոյի ենթակայանը, ինչը փաստագրալ է Human Rights Watch-ի կողմից։ Նշենք, որ ենթակայանը սարքվելիս ալալ հայկական անգյունի ներդրումներավը նախատեսված է շահագործման հանձնել 2021-ին, բայց 44 օրյա կռևն Արցախահայաթափումը կտրալն է ծրագրերը։ Սոր Ալիևին այցը նույն վայրը փաստացի հիշեցում է պատերազմի վաղտը իրականացված հարվածների ու դրանց հետևանքների մասին։ Խրավածը հիմնականում մսից սարքված ուտեստ է։ Մսը կտրտում են կուճիր կտորների ու խրավում են։ Խրվածին հետ օգտագործող մսը ներառում է վճխարի մս, այծի մս, խոզի մս, հավի մս, նապաստակի մս, արջի մս, մինգել այլ ընտանի ու վայրի կենդանին է, թռչուն է, ճուկուն է։ Մսը խրավում են, թիլավ անց են կցնում մետաղական կամ փայտե շամփուրների իրա։ Վեր հետո տիրվում են տաք ածուխների իրան, շուշտել մանգալի իրա, թոնրի, բուխարու եւ այլն։ Բաղադրությունը 2-3 կիլո խոզի մս, կղոս գրեր, աղ, սև ու կարմիր պղպեղն է, չորացրած ու թարմ կնանչի, 500 գրամ կլող սողան, 500 գրամ էլ կարտոշկա, պատրաստման եղանակն են։ Յորընքոնում խոզի մսին հատկապես կղոս գրերը, որովհետև կղոս գրերը ամենահամավ խրավածն է սարքվում։ Աղավն քանում սև ու կարմիր պերեցն են գցում, իրան իվիցնում ենք չորացրած կննչեղանը, կլոր կտորած սողաննա ու մսը տինում ենք խոր ղզղանի մեջ, կրիշկավ կապում ենք, տինում ենք մի օր խալադիլնիկումը հանցվերամ համեմունքներին համը տարածվե։ Մի օր հետո կարտոշկա մանկրում ենք, կլոր կտրատում ենք, աղավն քանում մսին հետ շարում ենք շամփուրներին իրա։ Թոնրին ինք գցնում, թողում ենք վերկրակը հենգի, հանցվերամնա մենակ կարմիր ածուխը։ Հետո շամփուրն են կախենք տամ թոնրումը ու թոնրին պերանը կապում ենք, կապիչին յանել շոյր են գցում, հանցվերամ թոնրին տակությունը դյուս չկա, մնա մեջի։ Խրավածը հյութեղինի ու անպայման այդ շոյերը թրջում ենք, հանցվերամ շոյերը նիչի կենան։ Խրավածը խրավում ենք 20-ից 25 րոպե, հետո հանում ենք թոնրան ու լցնում ենք լավաշին իրան։ Հետո էլ խրավածի մսին իրան օղերավ կտրած սողան ենք տինում ու թարմ մանրացված կնանչին։ Եթե օզի կարիք բադրջան, տեղ պամիդոր էլ գցիկ, այնքան համավատառնում, բարի ախորժակ։ Արևմտյան Հայաստանը երզնկայի շրջանի Քիլ Միլուշենում արդեն շուրջ 10 տարի շարունակ բնակվում են արագիլներ, վերջնայց իրենց ձագերի ամառային գաղթին թողում չն իրենց բույները։ Շենին հարուստ բուսականությունն է, ջրային տարածքներն բարենպաստ պայմաններ ստեղծել է թռչունային հետի, արագիլների խաղաղ առօրյա նկարահանվալ ատրանավի ցույց տիներավ իրենց մշտական ներկայացնու տարվա սաղ եղանակներին։ Տեղացիներին հոգատար վերաբերմունքի շնորհիվ արագիլեն շարունակալն ապրել է Քիլ Միլուշենում, դառնալա բնության ու մարդու համերաշխ գոյակցության գեղեցիկ օրինակ Արևմտյան Հայաստանում։
Արևմտյան Հայաստան տելևիզիոնին հավատարիմ մնալավ իրան սկզբունքներին եշողներին շարունակում է իրան անխափան թեզամոտությունները։ Նույնց արդեն գիտում ենք, մեր տելևիզիոնին ինքնագովազդավ չի զբաղվում։ Հիմնականում հեռարձակում է Արևմտյան Հայաստանապատմության ու իր ներկայ ապագայի մասին տեղեկատվություն, քաղաքական ու այլ ենթատեքստերով մինգել տարբեր խնդիրներ ավերհանում։ Արևմտյան Հայաստան տելևիզիոնին գրանցալարան ամենակարևոր նվաճումներամին հրատարակել Արևմտյան Հայաստան շաբաթաթերթը վերի նպատակն է պահպանելու տարածել մեր պատմությունը մշակույթն ինքնությունը։ Մունք նաև թափանցիկ ու մաչելի ձևով ներկայացնում Արևմտյան Հայաստան Հանրապետության նախագահի կառավարության ազգային ժողովի կառույցների քաղաքական զարգացումները։ Սիրելի հայրենակիցներ, ձեր քյոմագավը մեր տելևիզիոն հնարավորությունները ավելին ընդլայնվում ու պնդանում, մենք միասին ենք ուժեղ։ Հայ վետերանների ու աջակցողների միավորում, ֆրանսիացի վետերանների ու հայկական ծագումով դիմադրողների միավորում։ Եթե 18-ից 78 տարեկան ընկումին պատարազատ վաղ ունի կարիք միանաք հիշատակի պահապաններին պատիվ հայրենիք եղբայրություն։ Ձեր խնդիրն է ինական պաշտոնական արարողություններին պիտի Արևմտյան Հայաստան դրոշը։ Հիշատակի պահապանները իրենց նշանակալի ներկայացնով պաշտոնական արարողություններին ու հիշատակի արարողություններին, որոնց մասնակցում են կազմակերպություններ եւս պատվում են N հայ զինվորներին կամավորներին վեր 1916 թվականից մինչև մեր օրերը իրենց կյանքը վտանգան պաշտպանել ֆիզիկական վտանգի տակ գտնվող քաղաքացիական խնդրում եք հապաղիկ վեճկավիկ նախագահ Ժան Ղասարոսյանին հետ լրացուցիչ տեղեկություններ ստանալի հետի։ Սիրելի հայրենակիցներ, սորվայտ եսքան եք պատրաստալ ապրիկ ուշադրության հետի պնդկացիք։